Ողջույն, այս դասին մենք կգնանք initial configuration-ով, հա, որը մենք միշտ մերժել ենք, այսինքն չենք ուզել, որպեսզի այն լինի, բերեք ես տարբեր լավ սարքեր կանեմ ու մեկ հատ էլ switch չեմ հիշում switch-ի վրա արդյոք դա կա թե չէ, բայց եթե գանք CLI, տեսնում ենք, որ նաև այն process-ը, որ մեր սարքը միանում է, սա loading է անում իր OS-ը, եւ switch-ի դեպքում չկա, հա, router-ի դեպքում այն կլինի, բերեք գանք այստեղ CLI եւ would you like to enter initial configuration mode? Yes. Would you like to enter basic management setup? Yes, այսինքն բազային management կոնֆիգուրացիաները enter hostname անուն ենք տալի, բերեք տա enter 1 enter hostname enable secret, հա, այսինքն enable secret-ը դա ասենք ասած բազային best practice-ը, որը դուք պետք է անեք, իսկ մենք enable secret-ը ոնց որ արել ենք նոենք արել, հետո կոնֆիգուրացվել, ստե գրած է the enable secret is a password used to protect access to privilege exec and configuration mode, այսինքն երբ որ դուք user exec mode-ում եք, հա, user exec mode-ը հիշեցնեմ, սա է, այստեղ սահմանափակ հրամաններ կան, privilege exec mode-ը երբ որ enable եք անում եւ conf-ն կոնֆիգուրացիայի ռեժիմը enable secret-ը թույլ է տալիս, ասենք ասած password մուտք գործել նոր գալ այս մոդել, հա, հնարավորություն ունենալ գալ privilege exec mode եւ config mode, բերեք տանք Cisco password-ը, так, enable password, բերեք Cisco, please choose password that is different from enable secret, enable password, հա, enter enable password, CCNA, հիմա the virtual terminal password is used to protect access to the router over network interface, այսինքն երբ որ line VTIS դու կոնֆիգուրացիոնում դու ծելնետով կամ SSH-ով, հա, ինչ որ password-ը դու դնում, սա ոնց որ virtual terminal-ի password-ն է, բերեք նորից Cisco տանք, we would like to configure SNMP network management, SNMP network management-ը դա simple network management protocol-ն է, որը թույլ է տալիս monitoring անել մեր սարքերը, մենք այն default-ով այն նույն ենք անում, հա, current interface summary մեզ ցույց է տալի, որ ինտերֆեյսները կա երկու հատ ինտերֆեյսներ եւ IP վրան չկա, enter interface-ն used to connect to network management, հա, այսինքն մենք պետք է մեկ ուրեմն ինտերֆեյսը կոնֆիգուրացիա անենք, որպեսզի կարողանանք ուրեմն գտնել այդ սարքին configure IP address default-ը, սա default-ն է, yes, enter IP address ենթադրենք 10.10 subnet mask-ը, տեսնում եք, քանի որ սա պատկանում է A ցանցին, հա, ցանցային տիրույթի A ցանցին, այն տալիս է A ցանցի subnet mask-ը default-ով, ուրեմն 255.0.0.0-ն է, մենք փոխում ենք այն 255.255.255.0, սա ուրեմն մեր կոնֆիգուրացիան է, որը ցույց է տալի hostname, ուրեմն R1-ը, enable secret-ը մենք դրել ենք Cisco կամ չեմ հիշում ինչ, enable password-ը պետք է տարբեր լինի, իդեր enable secret-ը այն առավելություն ունի enable password-ի նկատմամբ, հա, երբ որ մենք enable պետք է կատարենք, մենք enable secret-ն ենք անելու, սակայն եթե enable secret-ը չունենք, մենք enable password-ն ենք անելու, line VTI-ը մենք տեսնում ենք, որ 0x4, ուրեմն կոնֆիգուրացված է password Cisco-ով, interface VLAN 1-ը shutdown no IP address եւ interface fastazernet 0 no shutdown-ը եւ իր IP հասցեն սա է, ինչը գրած 0 go to IS command prompt without saving this config, այսինքն առանց saving անելու գնա config IS command prompt, հա, հնարավոր է որ մենք ուզենանք այլ կոնֆիգուրացիա անենք, return back to the setup without saving this config հետ գնալ, ոնց որ setup-ը առանց այս config-ը պահպանելու եւ save this config to nvram հիշողությունը այն հիշողությունն է, որտեղ startup config-ն է միշտ գտնվում, այն reboot-ը reload անելուց հետո միշտ պահպանվում է եւ այն մեր սարքը վերցնում է եւ այն դարձնում է running configuration, մենք երկու ստանք, տեսնում եք, որ մենք պահպանեցինք ան enable, բերեք հավաքենք Cisco show IP interface brief, սա ուրեմն initial configuration-ն է, որը թույլ է տալիս մեզ կարգավորել այն բազային, ուրեմն management-ի համար բազային security-ին, բազային management IP հասցեն ինտերֆեյսը, որով մենք կարող ենք գտնել ձեր Cisco ուրեմն router-ին, հա, այսքան այս դասի համար